Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է, որն ընդունվել է 1995 թվականին։ Մեր մայր օրենքն է, Հայաստանի գլխավոր օրենքը։ Իսկ ինչպես ենք մենք ապրել դրանից առաջ։ Սիրելի բարեկամներ, մեր մեջ կա մի գաղտնիք, որը բոլորս էլ գիտենք, բայց այդ մասին չի չենք խոսում։ Մեր հոգու սահմանադրությունը, ինչի մասին ես ուզում եմ հիմա չես էլ զրուցել, հայ մշակույթն է, այն պարզ հայ մշակույթը, որ մենք սիրում ենք, բայց շատ հաճախ մոռանում, այնքան սովորական է դարձել նա մեզ համար։ Մինչդեռ հայ մշակույթի մեջ է հայ ոգու կենսականության գաղտնիքը։ Եվ ահա թե ինչու հայ մշակույթը ես անվանեցի մեր հոգու սահմանադրություն։ Սահմանադրություն, որը հազարամյակներ շարունակ մեզ հայը պահել ու կպահի։ Ուզում եմ սկսել մեր սահմանադիր գրողից, ամենագլխավորից Հովհաննես Թումանյանից։ Հիշում եք Թմկաբերդի առումը։ Անց են կենում սերուխնդում, գեղեցկություն, գանձուգա, մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է, միշտ անմա։ Գործն է անմա, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, երնեք նրան, ով իր գործով կապրի անվերջ, անդադար։ Թումանյանը ամենակարևոր չափանիշը դրեց մեր առջև, բայց մենք հասկանում ենք իրեն, մենք ապրում ենք Թումանյանաբար։ Ինքը ասում էր ամեն ինչի գնահատականը գործն է, մի խաբվեք ձեզ տրված խոստումներով, ոչ մի բան այս կյանքում արժեք չունի, ոչ երազանքը, ոչ խոստումը, ոչ անելիքները, ոչ լավ խոսելը, հատկապես լավ խոսելը արժեք չունի։ Գործն է անմահ, լավ իմացեք, մարդու մասին դատեք նրա գործերով։ Ահա մեր սահմանադիր գրողի, մեր ամենամեծ հայի պատգամը մեզ, նայեք մարդու գործին։ Ահա թե ինչ է մեզ սովորեցնում մեր հոգու սահմանադրությունը։ Առաջին չափանիշ։ Անցնենք առաջ։ Դանիել Վարուժան, Նավասարդյան, այս բանաստեղծությունը գրել է մեր կյանքի ամենադժվար շրջանում, որ հասի առջև կանգնած, գազանի առջև մի տաղանդավոր, բայց անպաշտպան ժողովուրդ, ու հանկարծ Դանիել Վարուժանը գրում է այս զարմանալի հրաշքը. Հանճարդ հայկյան, Նավասարդյան, սատոներուն արևափառ, ալ վերացնե փլատակներեն ու փարագոչ քնարդ առ, հանուն ուժին, հանուն ցեղին, մտիր մեհյան նաստվածներուն, ջահը ձերքիդ բագնե բագին համասփրե հուրուարյուն։ Ուժ ու կորով էր ներարկում իր ցեղին Դանիել Վարուժանը։ Եվ հաստատաբար պիտի ասեմ, այս գաղափարներն էին, որ փրկեցին հայությանը։ Մենք դիմացանք, մենք ապրեցինք, մենք դուրս եկանք սարսափելի եղեռնի միջից շատ ծանր կորուստներով, բայց ժողովուրդը կա, այս ժողովուրդն էլ այսօր պետություն ունի։ Ահա ինչու մեր մյուս սահմանադիր իրավունքը դա կորովն է, որ հայ արվեստը պիտի ներարկի մեր հոգու մեջ։ Հաջորդ հեղինակը շատ սիրելի, բայց երբեմն մոռացված մեծություն համաշխարհային Սիամանթո։ Մի բանաստեղծության մեջ Սիամանթոն պատմում է մի զարմանալի այցելուի մասին, որը մտավ իր հյուղակը, իր տուն մտավ զինավառ, դեմքը խոժոր, դեմքը ահավոր, բայց եղբայրական։ Եվ այդ զինյալը, որ գնում էր մարտի դաշտ, խոսում է բանաստեղծի հետ։ Զինյալը ասում է բանաստեղծին. «Եվ դուն, սա մաքրափայլ թերթերուդ վրան, ցեղին ցավը եւ ցեղին ուժը բանաստեղծ է, ապագա սերունդներուն եւ մեր անցյալին տխրության նինվեր։ Ես որբ մնեմ եւ ըմբոստ մնաց բարյավ, կորուսյալներս փնտրելու ջերթամ, քու երկերետ երկմը տուր ինձ, երկմը ես երկելով կուզեմ մեռնել»։ Սիամանթոնը։ Եվ այս ծողերը դարձան ոչի, այս ծողերը շրջեցին մեր Հայաստանի բոլոր գագաթներով ու լեռներով ու դարձան ազատամարտիկներ։ Ահա թե ինչ գրականություն ու մշակույթ ունենք մենք, ահա թե ինչ մենք պիտի շարունակենք, ահա ինչ ժառանգություն է բաժին հասել մեզ։ Եվ այս խոսակցությունը
որը շատ կարող է երկար, որովհետև մենք աշխարհահռչակ գրողներ շատ ունենք, բայց այսօր այս պահին ամբողջական չէր լինի, եթե չհիշեին Հովհաննես Շիրազին։ Կտակ, Հովհաննես Շիրազ, որդիս, քեզ ինչ կտակեմ, իմ բալիկ, որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք։ Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից, ու երբ բերես իմ բալիկ, սիրտս էր շիրմից կհանես, կբարձրանաս ու սիրտս ազատնի վեր կտանես, ու կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի, որ շիրմում էլ դարավոր հուր կարոտից չմրսի։ Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան, որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հորտան։ Մեր առջև մեր մեծ մշակույթն է, եւ շարունակելով խոսքը մեր հոգու սահմանադրության մասին, ես ուզում եմ խոսել մեկի մասին, որ զարմանալի առեղծված է մեր ողջ մշակույթի մեջ։ Այս անունը տեղ է գտել Եղիշե Չարենցի սքանչելի պոեմի մեջ Մահվան տեսիլ, որտեղ շատ առեղծվածային դեմքեր կան, խորհրդանշական, մեծ բնորոշ։ Խավար անտառի միջից դուրս է գալիս մի ծերունի, դուրս է գալիս պատմելու համար իր կյանքի գործը։ Երգեցի ես ձայնով առնական, ամրոցներն ու բերդերը հայոց, ոստանները հայոց արքայից պալատները նոցա փառահեղ, երգեցի կարմիր ավարայրը, Մասիսը աստղերին հայող, ցկտելով հին փառքը հայոց, սրտերում անմար միշտ պահել։ Ով է նա։ Չարենցը անունը չի տալիս։ Ով է նա, որ այսպես զարմանալի վսեմ, զարմանալի հոգևոր, ուղղակի հիանում ես բանաստեղծական այս սքանչելիքը ըմբոշխնելով։ Վերջին հատվածը ծերունի վանականի առեղծվածային այս բանաստեղծի խոսքը, որից հետո նա պիտի հեռանա թաղվելու համար նորից խավար մշուշների մեջ, որտեղից եկել է։ Ու թեև քենով բարբարոս փորձեցին նոքա դարավոր, ոսոխները հայոց աշխարհի մեզարյան ողել կրկին, բայց վսեմ մեր երթը եղավ անցյալի փայլով փառավոր, եւ խաղաղ սրտով ես մեռա, մինչև մահ քնարը ձեռքիս։ Ասաց եւ խփեց քնարին, նամոմե մատներով դեղին, աչքերում ամեհի մի հուր, մորուքով մերկությունը ծածկած։ Ղևոն Դալիշանը, զարմանալի վեհություն, մեծություն, որ հայրենիքում երբեք չեղավ, բայց ոչ մեկս, ոչ իր ժամանակ, ոչ այսօր, այնքան չգիտենք մանրամասնորեն Հայաստան աշխարհը, ինչպես ինքը հայ մեծ մտավորական, գիտնական ու բանաստեղծ Ղևոնդ Ալիշանը։ Հուլիսի 6-ը Ղևոնդ Ալիշանի ծննդյան օրն է։ Մենք սիրում ենք հայ երաժշտական արվեստը, ամբողջ աշխարհում եզակի, ողջ աշխարհի կողմից ընդունված ու գնահատված։ Մեր Կոմիտասը, մեր Արամ Խաչատրյանը, որ անունը տաս, որը մոռանաս։ Այսօր ես ուզում եմ ձեզ հրավիրել, սիրելի բարեկամներ, դանդաղ ընթերցման։ Դուք կարող եք ասել, երաժշտություն ընթերցում են, իհարկե ընթերցում են։ Եվ մեր սխալն այն է, որ մենք մեր մեծ աշուղներին, մեր մեծ կուսաններին, մեր մեծ երաժիշտներին, նրանց կյանքը, նրանց գործը, նրանց փիլիսոփայությունը չենք ընթերցում։ Երաժշտությունը նրա համար չի, որ խաղաղվենք, հանգստանանք։ Ժամանց երբեք մեծ գործ է, վսեմ արարք երաժշտական արվեստը։ Աշուղ Ջիվանի, իմ ցախորտությանս մի խնդա ընկեր, քեզ էլ կպատահի այս բանը մեկ օր, դու վարը կնստես, ինձ կկանչեն վեր, բախտերս կփոխե շրջանը մեկ օր։ Ես պիտի խնդրեմ ձեզ սիրելի բարեկամներ, որ դուք այսօր մի քանի րոպե հատկացնեք ընթերցելու համար Աշուղ Ջիվանու հոգին։ Խրատ ընկերիս, այսպես է կոչվում այս երգը, սակայն ես ձեզ պիտի ներկայացնեմ այդ երգի ընթերցումը։ Երգը կարդում է Սարգիս Նաջարյանը, մեր ժամանակի լավագույն արվեստագետներից մեկը, եւ նա կօգնի ձեզ
հասկանալու համար այն մեծ խոսքը, որը բերում է մեր ոգու սահմանադրության մեջ աշուղջիվանին։ Իմ ձախորդությանս մի խնդա ընկեր, քեզ էլ կպատահի այս բանը մեկ օր, դու վարը կնստես, ինձ կկանչեն վեր, բախտերս կփոխեր շրջանը մեկ օր, փողի վրա հույս մի դներ Հավիտյան, մտնի ու դուրս կա շատ մարդու գրպան, բախտի բերմամբ ծառան կլինի իշխան, իսկ ծառը կդառնա իշխանը մեկ օր, փնտրես ու չես գտնիլ մի խեղճ ավանակ, քու զարդարված նժույգ ձիուտ փոխանակ, ամեն անգամ ձիտ չի տանի մրցանակ, ուրիշին կմնա մեյդանը մեկ օր, քու ընկեր ջիվանուտ խոսքերը միշտ լուր, առաքինությունը պինդ բռնի ամուր, մեռնելիս կդառնաս հողին կերակուր, մտնելով սև մահի ուրկանը մեկ օր։ Վարդան Բաղդասարյան։ Բարեկամներ, մեր հաղորդաշարը ի սկզբանե նպատակ ուներ անցյալի բեցություններին մեծապես գնահատելով հանդերձ միշտ փնտրել նրանց մեծ գործի երիտասարդ շարունակողներին, ահա ինչու նոր դար, սա սորական հաղորդում չի, հաղորդաշար չի, սա մեծ որոնում է մեր ազգային ավանդույթները շարունակողների և բարեբախտաբար գտնում ենք ամեն ամիս, ամեն շաբաթ մենք գտնում ենք երիտասարդների, ովքեր գալիս են արժանավայել կերպով շարունակելու այն մեծ ճանապարհը, որ բացել են մեր արվեստի մեծերը։ Վերջերս այցելելով Վահան Զատիկյանի անվան դպրոց, մենք հիացումով տեսանք, թե ինչ լավ դաստիարակչական, կրթական ծրագրեր են իրականացվում այդ դպրոցում, եւ ահա այդ դպրոցում հայտնաբերեցինք մի տաղանդավոր արտիստի, որը դեռ դպրոցական է, բայց այնպիսի ինքնատիպ տաղանդով է օժտված, որ ուղղակի որոշեցինք հետևել այդ անձնավորությանը, խոսքը Մարիաննա Աստոյանի մասին է, երիտասարդ աղջիկը այնպիսի ինքնաբուխ ձիրք ունի, որ անպայման հավատում ես, որ ինքը պիտի վաղվա մեր մշակույթի կարևոր դեմքերից մեկը դառնա։ Ես իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել դպրոցի ղեկավարությանը այդ լավ աշխատանքի համար, որովհետև վստահ եմ, համոզված եմ, որ միայն հոգատար վերաբերմունքի ներքո են, որ ծաղիկները ծաղկում են։ Չլինի այդ հոգատարությունը կթոշնեն մեր ջահել ծաղիկները։ Եվ կա այդ վերաբերմունքը, կան լավ դպրոցներ եւ շնորհակալությունս եմ հայտնում Վահան Զատիկյանի անվան դպրոցի տնօրեն Սիրամարգ Խոցանյանին, Ուսմասվար Լիլիթ Բարսեղյանին, ուսուցիչներին, ովքեր այդ գեղեցիկ մթնոլորտը ստեղծել են, որտեղ ծնվում են երիտասարդ տաղանդներ։ Ես ձեզ առաջարկում եմ միասին դիտենք Մարիաննա Աստոյանի ասմունքը, ինքը պիտի ձեզ ներկայացնի մեր հոգևոր սահմանադրության տիտաններից մեկին, Հովհաննես Շիրազին, հանճարեղ խելագարը։ Երբ դեռ մանուկ տղա էի, ասում էին խելար ես դու, ինչ թաքցնեմ խելար էի, խայթում էի ամեն մարդու, աչքս ձեռքի հացին գցում, փախցնում էի, կամ թե ուզում, քաղցից խելար խոտ շատ կերել, դրանից էր խելքս կորել, երբ պատանի դարձա մի վար, էլի էին կանչում, խելար, աչքեր տերի մահունակ, խելք ու մտքիս աչքերն հանել, մենակ մտքիս դու չէիր մենակ, դեռ ոչ մի կույս ինձ չի սիրել, դրանից էր խելքս կորել, բայց հիմա էլ չեն ամաչում, հիմա էլ են խելար կանչում, երբ կանչում եմ ով կույր աշխար, ետ տուր մասիսն իմ վշտահար, հով է տեսել սարը բանտեն, քանդած անի նորից քանդեն, ոնց կհանես ծովս բանա, երբ իմ ամբողջ
մի աչքն է նա, չես վախենում աչքից մյուս, որ դարձել է հրճիր ու լույս, ես այդ լույսով պիտի գրեմ, վանածովիս մութն էլ ցրեմ, սև ամբեր եմ ծովս վանա, որ ցամաքած իմ սիփանա լծվի նորից, ծով ամրոցի, հայոց դերթած վերքը գոցվի, չէ կգոցվի, հույսս բառ է, այսօր մի ծառ, վաղն անտառ է, ինձ ասում եմ ողջը լռե, դու այդ ում ես աչքդ հառել, Մասիսին եմ հառել, հելում դու էլ թուրք ես սովար նախում, որ պոկել ես ուզում նորից, Մասիսն անգամ իմ շուրթերից, և վիճում են ինձնից անմեղ, իմաստուններն ինձնից խելար, խելագար է, բայց հանճարեղ է, բայց խելագար, Արարատով այնքան տարվեց, որ հայ վշտից խելագարվեց, բայց հարցրեք իմ երգերի, երգի փոխված իմ վերքերի, իրար ծուռ է ծնվել մորից, կամ թե իրավ խենթ եմ նորից, որ երգում եմ սրտով ցասման, որ կազատվեն հողեր սասնա, որ կազատվիս իմ հայ Մասիս, ինչ էլ լինի դու կազատվիս, 7 դար էլ բանտում մնան, չէ, կազատվեն հողերն հայկան, հավատում եմ իմ հավատին, արքակոծեմ Արարատին, էլ չեն հաչի, թե խենթ եմ ես, կզոհվեմ, բայց մորս պես կշշնջանք մեծամռմուռ, ծուռ էր, բայց թե սասնածուռ էր հայազգնինքը, իր սասնածուռ Դավթի նման, նա ազատեց հայրենիքը, յաթաղանից թուրք բռնության, Շիրազն ասաց, Մասիսն է սյուն Հայաստանի, ազգն հավաքող Մագնիսն է ձյուն Հայաստանի, բավ է հայեր, ցրված մնաք մատներիս պես, բռունցքվելն է հավերժություն Հայաստանի։ Շնորհակալ եմ բարեկամներ ձեր արձագանքների համար, հատկապես մեր նախորդ թողարկումը, որ նվիրված էր Երվանդ Օտյանի մահվան 120-ամյակին, շատ լավ արձագանք է գտել, մարդիկ տեսնում են, որ մեր գրականությունը, մեր երգիծանքը, մեր դասական արվեստը որքան արդիական է այսօր, եւ մենք բազում հարցեր ենք ստացել, մեզ հարցնում են, ասում են, թե ինչ եք նախատեսել այս տարի ձեռնարկել Երվանդ Օտյանի մահվան 100-ամյակի առթիվ։ Ասեմ, որ մենք շատ ձեռնարկներ պիտի սկսենք սեպտեմբեր ամսից սկսած, որովհետև Երվանդ Օտյանի խոսքը շատ կարևոր է, իսկ ինքը աննահանջ մեր հասարակությանը անհրաժեշտ մարդ է, որը ուներ կարողություն անհաջողանալու։ Մենք բոլորս ուզում ենք իրար հաջողանալ, արդյունքում դժում է մեր երկիրը։ Ինքը այնքան խիզախ համարձակ մարդ էր, որ համարձակությունը ուներ անհաջողանալու։ Այսպիսի մարդիկ պիտի բուժեն մեր վիրավոր Հայաստանը։ Նաև ասեմ, որ շնորհակալություն եմ հայտնում իմ գրչակից բարեկամներին, գրողներին, ովքեր պատրաստեցին եւ հրապարակ հանեցին Հայրենիքի ձայն թերթի հերթական համարը ամբողջովին նվիրված Երվանդ Օտյանին, այստեղ դուք կարդաք հետաքրքիր փաստեր Օտյանի կյանքից, նրա մարդկային նկարագրին վերաբերող, ովքեր են գնահատել նրան, ինչ ճանապարհ է անցել այս տաղանդավոր անհատը եւ Կարծում եմ, որ այս ճանապարհը Հայրենիքի ձայնը ցանկալի է որ շարունակի մշտապես անդրադառնալ մեր դասականներին եւ ժամանակակիցներին։ Մի մարդ է, որը բացարձակապես կուսակցական նեղմտություն չուներ, իր արչև իր հայրենիքն էր եւ ինքը փորձեց իր հայրենիքի մեջ տեսնել ու ձախկել արատը, կեղծավորությունը, սուտասանությունը, ահա մեծությունը Երվանդ Օտյանի, փառահեղ մարդ է, համաշխարհային մեծություն, գրչի վարպետ, որի խոսքը այսօր շատ կարևոր է մեր ժամանակը ճիշտ հասկանալու համար։ Վերջապես մեր կորովի գաղափարային ազնիվ պայքարը անպայման տարավ հաղթանակը։ Անկեղծ հեղափոխական սկզբունքը փրկվեցավ, թեև ծապլվար կործանվեցավ։ Ափսոս, ինչ անել։ Կարելի չէ ձվածեղ եփել առանց հավգիտ կոտրելու, կասե ֆրանսական առածը։
Ծապլվարի ավերակներու վրա այժմ կբարձրանա մաքուր իրատեսական պայքարի հոյակապ հաղթակամարը։ Իմ ժամերը սուղ են, չեմ կարող ավելի երկար գրել, որովհետև լծված է մի փրկարար աշխատանքի։ Ես պետք է քանդեմ հնությունը։ Հին լեզուն, հին բարքերը, հին օրենքը, հին բարոյականը, հին միտքը, հին ըմբռնումները, հին նախապաշարումները, վերջապես բոլոր հին աշխարհը նրա ավերակների վրա կանգնեցնելու համար նորը։ Դա հեշտ գործ չէ։ Պիտի կարողանամ անել այդ ամենը։ Չեմ կարծի։ Երևս հաջողեմ միայն քանդել։ Այդ արդեն բավականություն կուտա ինձ։ Իմ հաջորդը թող լծվի վերաշինության գործին։ Ես վայելում եմ քանդումի հեշտանքը, իմ հաջորդս թող կրի վերաշինության տաշանքը։ Երևան Տոտյան, ընկեր Փանջունի։ Նա հազվադեպ էր գրառումներ անում։ Մտքում պատրաստում էր ամբողջը ամենայն մանրամասնությամբ, ինչպես պետք է սկսվի պիեսը, ինչով պիտի ավարտվի, ինչ մենախոսություններ էր նախապատրաստում, դրանք բոլորը պիտի պատրաստ լինեին իր ուղեղում եւ նոր հանձնվեին թղթին։ Սակայն չէր սիրում նաեւ ինքը գրել։ Իր գրեթե բոլոր երկերը գրվել են թելադրությամբ։ Սիրում էր թելադրել եւ այդ ընթացքում ստեղծագործում էր։ Ինչու էր սիրում թելադրել, որտեվ բոլոր դերակատարների փոխարեն ինքը նախապես խաղում էր իր իսկ պիեսը, իր շարժումները, որտեղ պիտի կանգնել, դեմքի ինչ արտահայտությամբ պիտի արտասանել այս կամ այն կտորը։ Այդ ամեն ինչը ստեղծում էին հենց պիեսը ստեղծելու պահին։ Միշտ նկատի ուներ այն դերասանեն, ում համար կերտել է կերպար։ Նրա բոլոր կերպարները, որ հայտնվել են իր դրամատիկական ստեղծագործություններում, ստեղծված էին հատուկ դերասանի համար։ Բացառիկ, իսկապես բացառիկ հատկություն է սա։ Այդքան լավ իմանալ թատերական կյանքը, այդքան լավ ճանաչել դերասանական աշխարհը միայն ինքը կարող էր, որովհետև նա Գաբրիել Սունդուկյանցն էր։ Եվ հուլիսի 11-ը Գաբրիել Սունդուկյանցի ծննդյան օրն է։ Առիթ մեծատաղանդ դրամատուրգին մշտապես հիշելու։ Նա անսահման բարի մարդ էր եւ երբ խոսում էր ինչ-որ լավ խնդրի մասին, երբ որ խոսում էր լավ մարդու մասին, հանկարծ արցունքները գլոր ընկնում էին նրա գեղեցիկ աչքերից։ Իր բարի բնավորությունը չէր դիմանում այդ զարմանալի հուզական պահերին, բայց նույն բարի մարդը անասելի բարկանալ գիտեր, երբ խոսք էր գնում անարդարության մասին։ Ինքը պետական պաշտոնյա, գիտեք, որ մեր եզակի գրողներից մեկն է, որ լավ բարեկեցիկ կյանքով է ապրել, նեղություններ չի տեսել այս մարդը իր կյանքում, բայց կարողացավ սիրել հասարակը, կարողացավ միշտ կանգնել չքավորի կողքին, չսիրեց բարձրաստիճան մարդկանց միջավայրն ու այդ շրջապատը։ Զարմանալի, իսկական գրողի կենսագրություն։ Աշոտ Ջիվանու որդին Գարգին Լևոնյանը իր աշխատություններից մեկը նվիրում է Գաբրիել Սունդուկյանին եւ ժամանակ անց առիթ է լինում ցանկանում է նորից հանդիպել սիրված դրամատուրգին։ Հանդիպում են, շատ հարգանքով Սունդուկյանցը ընդունում է Գարգին Լևոնյանին։ Լևոնյանը հիշեցնում է, որ ինքը իր աշխատությունը նվիրել էր Սունդուկյանցին։ Դրամատուրգը ասում է. «Այո, շատ լավ հիշում եմ, բայց դուք իմ անունը սխալ եք գրել»։ Ինչպես զարմանում է Գարգին Լևոնյանը, ինչպես կարող եմ ես ձեր անունը սխալ գրել։ Եվ Սունդուկյանը բացատրում է. «Դու գրել էի Սունդուկյան, իսկ իմ իսկական ազգանունը Սունդուկյանց է։ Այսուհետև դու ինձ դիմեք այդպես, Գաբրիել Սունդուկյանց»։ Ես էլ առիթ օգտագործելով դիմում եմ ձեզ սիրելի բարեկամներ, որ հարգենք մեծ վաստակ ունեցող գրողի կամքը եւ այսուհետև միշտ իր անունը ճիշտ արտաբերենք, ինչպես պատվիրում էր ինքը Գաբրիել Սունդուկյանցը։ Եվ նաև մեկ հատկանիշ եւս, որ այս մեծ մարդուն համար բնութագրական է, դա գիտեք որն է։ Ինքը իր ասելիքը արտահայտել էր իր հերոսների միջոցով եւ երբեք մեծարանք չպահանջեց ոչ ժամանակակիցներից,
ոչ էլ հաջորդներից ու հետնորդներից։ Եթե դուք ինձ ուզում եք հարգել, սիրեք, գնահատեք իմ հերոսներին, իմ պեպոյով դուք կհարգեք ինձ։ Ահա թե ինչու սիրելի բարեկամներ, նորից վերհիշենք այս կանչերի աշխարհը, մարդկայնության, արդարության աշխարհը, որ Գաբրիել Սունդուկյանցի եւ նրա հրաշք հերոսի Պեպոյի աշխարհն է։ Հոբելյանները հիանալի առիթ են վերհիշելու, վերարժևորելու համաշխարհային մշակույթի անցյալն ու ներկան, գնահատելու այն դերը, որ կատարել են համաշխարհային մեծությունները։ Սիրելի բարեկամներ, այս տարի լրացավ ռուս գրականության մեծագույն դեմքերից մեկի Միխայիլ Սալտիկով-Շեդրինի 200-ամյակը։ 200-ամյակ, որ գրողի չխամրող տաղանդի ապացույցը դարձավ։ Քանի գնում Սալտիկով-Շեդրինի գրականությունը այնքան արդիական երանգներ է ձեռք բերում, բացվում է նոր էջերով, եւ այդ պատճառով էլ ես հաճիշտ պիտի ձեզ ներկայացնեմ իմ սիրելի գրողին։ Այո, ես միշտ սիրել եմ Սալտիկով-Շեդրինի տաղանդը եւ նրա կապը հասարակության հետ, ցավոտ խնդիրների հետ։ Միշտ մտածում եի, ասում էի, որ այսինչ լուրջ երգիծաբան է։ Շեդրինը երգիծաբան է, բայց շատ լուրջ է այս երգիծաբանը։ Ծաղրում է, սատիրա է իր խոսքը, բայց իր հայացքի մեջ այնքան լրջություն կա։ Դուք հիմա փորձեք տեսնել ետնանկարում լուրջ դեմքը այս հանճարեղ մարդու, որը զարմանալի գեղեցիկ ստեսագործություն ունի ու շատ հետաքրքիր կյանք։ Բավական է հիշեցնեմ ձեզ իր կյանքից ընդամենը 3 դրվագ։ Ծառայել է Ռուսաստանի ներքին գործերի մինիստրությունում։ Եղել է Ռիազանի փոխնահանգապետը։ Տեսեք ինչ պաշտոններ է զբաղեցրել։ Ձերբակալվել է ուշադրություն վնասակար մտքեր ունենալու համար։ Մեծ պաշտոնյա փոխնախարար, մեծագույն փոխնահանգապետ եւ ձերբակալվում է վնասակար մտքեր ունենալու համար։ Ինչքան ազատ մարդ է եղել, պաշտոնը չի կաշկանդել, թող սա օրինակ լինի այսօրվա ղեկավարների համար։ Եվ ստեղծագործությունը, զարմանալի ստեղծագործությունը, մի քաղաքի պատմություն։ Սա Գլուպով քաղաքի հայերեն թարգմանված է Հիմարաշեն պատմությունն է։ Գործողության ժամանակը ուղիղ մեզնից 200 տարի առաջ 1825 թվականին։ Սա պատմություն է անգլուխ կառավարիչների, նրանց հնազանդ ստրուկ ու անխելք հանրության, գլուխը կորցրած ղեկավարների, հրապարակում նրանց սիրող, նրանց առջև խոնարհվող հանրության մասին։ Ողջ երկիրը այս քաղաքի ղեկավարները դարձրել են համակենտրոնացման ճամբար, նշանակել են լրտեսներ, բոլորը պիտի մատնեն բոլորին։ Եվ որքան էլ տարօրինակ է պատմում է Սալտիկով-Շեդրինը, մարդիկ երջանիկ էին այս համակենտրոնացման ճամբարում, հատկապես սիրում էին տոնական օրեր, երբ քաղաքի ղեկավարները, քաղաքագլուխը իրենց բերում էր հրապարակ եւ ասում էր ուրախացեք, ցնծացեք, միայն երբեք չհարցնեք, թե ինչի համար պիտի ուրախանանք, եւ մարդիկ հնազանդ կատարում էին այդ պատվերը։ Բավական է հիշեցնեմ, որ մի քաղաքագլուխ է լինում այստեղ իշխող, որին անվանում էին նվագարան, Բրուդաստի նվագարան։ Այս քաղաքագլուխը գլուխ չուներ եւ մի անգամ քաղաքապետարանի աշխատակիցը մտնելով զարմանքով նկատեց, սարսափով նկատեց, որ քաղաքապետը գլուխը հանել դրել է կողքին եւ արագ ինչ-որ թղթեր է ստորագրում է բնականաբար առանց կարդալու։ Սա այն ծայրահեղ ծանր կառավարչական համակարգն է, որը Սալտիկով-Շեդրինը տեսել էր ու դրա դեմ ամբողջ կյանքում պայքարեց ազնվորեն։ Ինչով է ավարտվում այս պատմությունը, ինչով է ավարտվում Հիմարաշենի պատմությունը։ Հանկարծ մի դղրդյուն է լսվում եւ ինքը գրում է, ասում է պատմությունը կանգ առավ։
ոչնչացավ ամեն ինչ։ Երկիրը, պետությունը, մարդիկ բոլորը անհետացան։ Չի բացատրում ինչ է դա նշանակում, բայց ընթերցողը միանգամից հասկանում է, որ սա Աստծո պատիժն է։ Աստված այսպես պիտի պատժի բոլոր նրանց, ովքեր տանջում են սեփական ժողովրդին, եւ այն անդեմ հանրությանը, որ ամեն ինչի հետ գլխահակ հաշտվում է։ Սա ահեղ դատաստանն է, որի մասին խոսում է Սալտիկով Շչեդրինը, իմ սիրելի գրողը։ Եվ այս զարմանալի մարդը գրել է նաև հեքիաթներ, որոնք մեկ-մեկից գեղեցիկ են։ Ես մեմ անդրադառնալ ընդամենը 4 հեքիաթի, որ շատ եմ սիրում։ Առաջինը կոչվում է Խիղճը կորավ։ Սալտիկով Շչեդրինը ասում է, որ աշխարհում մի ժամանակ ապրում էր խիղճը։ Ուշադրություն դարձրեք, մի ժամանակ ապրում էր խիղճը։ Այսինքն հիմա չի ապրում, մի ժամանակ է ապրել։ Եվ այդ խիղճը դա վերացական մի բան չէր, ոնց որ այսօր, այլ շատ շոշափելի, կարող է իր վերցնել այդ խիղճը ձեռք տալ, ինչ որ լաթի կտորի պես մի բան։ Բայց ինչն էր վատ, որ ում մոտ ընկնում էր այդ խիղճը, նրա գործերը վատ էին գնում։ Եվ մարդիկ սկսեցին հարևանի բաց պատուհանից ներս նետել խիղճը, որը իրենց խանգարում էր ապրել։ Այսպես լքված, մարդկանցից արհամարված, տնից տուն շրջող ու փողոց նետված խիղճը դիմեց մի կնոջ, որ երեխայի էր սպասում։ Մեծահասակները ասաց, ինձ տեղ չեն տալիս, քո փոքրիկի սրտի մեջ դիր ինձ, գուցե այնտեղ ես կարողանամ իմ տեղը ունենալ։ Եվ այդ օրվանից, պատմում է հանճարեղ Սալտիկով Շչեդրինը, բոլոր փոքրիկների սրտում ապրում է խիղճը, նա ամեն փոքրիկի հետ ծնվում է, վերակենդանանում, այս աշխարհում շարունակում է ապրել ամեն մանչուկի մեջ։ Սիրեք երեխաներին։ Առաջինություններ եւ մոլություններ, հաջորդ հեքիաթը։ Աշխարհում ապրում էին առաջինություններ եւ մոլություններ։ Բացատրելու կարիք չկա, բայց ասեմ առաջինությունները մարդկանց լավ հատկանիշներն են, մոլությունները վատ հատկանիշները, եւ սրանք մշտապես կռիների մեջ էին։ Ու միշտ դժոխ կողմը առաջինություններն էին, ինչու որովհետեւ վատ էին հագնված, սոված էին, նվազ էին եւ ծեծ էին ուտում, երբ կռիվ էին անում մոլությունների հետ։ Մինչև այն օրը, երբ հայտնվեց կեղծավորությունը, ասաց. «Եկեք ես ձեզ հաշտեցնեմ»։ Եվ իսկապես ով զարմանք հաշտեցրեց։ Այդ օրվանից սկսած առաջինությունները եւս սկսեցին լավ հագնվել, լավ սնվել եւ նրանց գրեթե հնարավոր չէր տարբերել մոլություններից։ Միակ ցավը այն է, որ նրանք այնքան նմանվեցին մոլություններին, որ արդեն այս աշխարհում հնարավոր չէ զանազանել արդարը անարդարից։ Տխուր հեքիաթ է, բայց շատ մեծ իմաստ է պարունակում։ Իմ սիրելի հեքիաթներից մեկը իդեալիստ ծածանը։ Ծածան փոքրիկ ձուկ է եւ գետում լողում է մի իդեալիստ ծածան։ Ինչու իդեալիստ, շուտով կիմանաք։ Այս իդեալիստ ծածանը այն կարծիքին էր, որ անարդար բան է, որ մեծ ձկները հոշոտում են փոքրիկ ձկներին, եւ ասած ես այս կարգը պիտի փոխեմ, եւ գնաց կանգնեց գայլաձկան դիմաց, խոշոր գայլաձուկը ջիշատիչ, ասած կանգնիր։ Գայլաձուկը ապշահար կանգնել էր, ինչ պիտի անի իրեն իդեալիստ ծածան, այս փոքրիկ ձկնիկը։ Ասած գիտես, շատ սխալ բան եք անում դուք ջիշատիչները, որ հոշոտում եք փոքրիկներին։ Աշխարհը բոլորի համար է, եւ մենք էլ իրավունք ունենք ապրելու։ Բարոյականություն կա աշխարհում, արդարություն կա աշխարհում, եւ չի կարելի այս չափ նեղել թույլ ու բարի ձկնիկներին։ Գայլաձուկը առաջին անգամ էր լսում այդ բառերը՝ բարոյականություն, արդարություն։ Ինչ բառեր են սրանք։ Զարմանում էր եւ իդեալիստ ծածանի ամեն խոսքից զարմացած բերանը բացուխուփ էր անում։ Այնքան բացուխուփ արեց բերանը, որ ջուր կուլ տվեց եւ այդ կուլ տված ջրի հետ կուլ տվեց իդեալիստ ծածանին։ Եվ վերջին հեքիաթը, որ ձեզ եմ ներկայացնում, Մուրացկոտ խոյը, արտակարգ գեղեցիկ հեքիաթ է։ Հերու աշխարհից բերեցին մի ազնվական խոյ։ Այս խոյը այնքան գեղեցիկ էր, որ ոչխարները նայում էին հիացած, այդքան գեղեցիկ խոյ իրեն կյանքում չէին տեսել։
Խոյն էլ պիտի որ երջանիկ լիներ, որովհետև ոչխարների, գեղեցիկ ոչխարների հրաշք բազմությունը հիացումով նայում էր իրեն։ Ամեն ինչ խոստանում էր երջանկություն։ Կերը կար, կյանքը կար, միայն սահմանազատված էր այդ տարածքը։ Իսկ խոյը սովոր էր ազատության։ Այն հայրենիքը, որտեղից իրեն բերել էին, ինքնազատ էր, կարող էր սարերի վրայով անցնել, ձորերի վրայով անցնել, իսկ այստեղ բերել էին մի փոքրիկ տեղ սահմաններով գծված։ Եվ խոյը սկսեց նիհարել։ Բոլորը զարմանում էին, պատճառը չէին գտնում։ Խոյը երջանիկ չէր, տխրում էր եւ անընդհատ նայում էր հերուն, ուր էր նայում, ոչ ոք չգիտեր։ Իսկ նա հիշել էր իր ազատությունը։ Բայց քանի որ խոյ էր եւ խոսել չէր կարող, ինքը այդ տարապանքը գցեց իր սրտի մեջ եւ այդպես ավանդեց հոգին։ Ինչ է ասում Սալտիկով-Շչեդրինը։ Նա որ ոչխար էր, անգամ նա այդքան գնահատել գիտեր ազատությունը, իսկ դուք ինչ եք անում, դուք որ մարդ եք։ Սալտիկով-Շչեդրինի հեքիաթների կարևորագույն յուրահատկությունը նաև այն է, բարեկամներ, որ իր հեքիաթների հերոսներն են խիղճը, բարությունը, արդարությունը, մաքրությունը, անկեղծությունը եւ դրանք ցավոք սրտի նոր ժամանակներում դարձել են հեքիաթի հերոսներ։